Բարի լույս ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Եվ այսպես, երեկ ուշ երեկոյան էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս պահին հայտնի չէ բեռները արդեն հատել են սահմանը թե ոչ, բայց Պապոյանի խոսքով ճանապարհին է նաև ղազախական ծագման ցորենը, որը մոտ օրերս նույնպես պետք է հասնի Հայաստան նույն երթուղիով։ Այս գործընթացի մասին բոլորս էլ լսել էինք շաբաթներ առաջ։ Ղազախստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ Բաքուն վերացրել է հայկական բեռների տարանցման արգելքը։ Մոտ 10 օր առաջ էլ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր վստահեցրել, որ ադրբեջանական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը դեպի Հայաստան։ Դե ինչպես տեսնում եք, այս հայտարարությունները հիմա արդեն վերածվել են գործողությունների։ Այստեղ ուզում եմ հիշեցնել նաև մեկ կարևոր դրվագ։ 2 տարի առաջ շրջափակման 9-րդ ամսին, երբ Արցախում մեկ ընտանիքին օրական ընդամենը 1 հաց էր հասնում անկախ նրանից, թե ընտանիքը քանի անդամից է բաղկացած, Ադրբեջանը փորձում էր ակնայի ճանապարհով 40 տոննա ալյուր ուղարկել Ստեփանակերտ։ Դե իբր որպես օգնություն։ Այդ օրերին արցախցիները փշալարերով փակեցին ակնաստեփանակերտ ճանապարհը։ Ճիշտ է, բեռները մտան Արցախ, բայց հաջորդ օրը սկսվեց պատերազմը և Արցախը հայաթափվեց։ Այս ամենը պատմում եմ որպես ականատես, առանց գնահատական տալու։ Հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի խոսույթը գրեթե չի փոխվում։ Արցախը օկուպացնելուց հետո Ալիևի հայացքը հիմա էլ Հայաստանի վրա է։ Հիշում եք, նախորդին ասել էր, որ 20-րդ դարի սկզբի քարտեզներում Սևանա լիճ տեղանուն չի եղել է Գյոլչա։ Եվ բացի այդ, ադրբեջանցիների իբրև թե վերադարձի մասին էր խոսել։ Եվ ահա Օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն և բազմակողմանի գործակցություն ֆորումի հարթակից Իլհամ Ալիևին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։ Պարզվում է, Ադրբեջանի նախագահ Սևանի փոխարեն Գյոլչա է ասում ոչ թե որ հրաժարվում է զավթողական թեզերից, այլ որովհետև Հայաստանի ազգային ժողովում ընդդիմադիրների սեղաններին Արցախի դրոշներն են դրված։ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեվ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստ, դա շատ վտանգավոր բան է, որովհետև ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որովհետև եթե պատմությանն ենք հղում, պետք է նաև բան անենք։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8։ Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս, ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Պաշտոնական Երևանի այս ձևակերպումները շարունակում են մտահոգել քաղաքական ու փորձագիտական շրջանակներին։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ հակառակ կողմը խոսում է իր հորինված վերադարձի եւ տարածքային նկրտումների մասին։ Ինչու Հայաստանի իշխանությունը ուղիղ չի պատասխանում այդ նկրտումներին եւ ինչ վտանգներ է պարունակում այդ խաղաղության բանաձևը Հայաստանի համար։ Ես մարդիկ ադրբեջանական ցանկացած գործողություն արդարացնում ու փորձելով առաջ տանել իրենց կեղծ օրակարգերը, մասնավորապես իբր իրանք Ադրբեջանի հետ եկել են խաղաղության համաձայնության, ինչը բացարձակ սուտ է։
ինքը նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ արել եւ վաղը մյուս օրը կարող է հայտարարել, որ երասխներն վերադառնալու խնդիր չկա, վտանգավոր է։ Ջերմուկի գրաված տարածքները վերադառնալ չկարելի, որտեղ վտանգավոր է։ Ինքը պարտվող է ոչ թե պատերազմի արդյունքում, նաեւ իր էությամբ ինքը բոլոր զիջումներին գնում է եւ նույնիսկ երբ որ խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, նույնպես հարցականի տակ է։ Մեր տարածաշրջանում խաղաղության մասին խոսելու էին եկել փորձագետներ Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, անգամ Հնդկաստանից։ Եվ նույն համաժողովի ժամանակ Թուրքիայի ազգային մեծ ժողովի падգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ 2026-ի հունվարին կամ փետրվարին հայ-թուրքական սահմանը կբացվի քաղաքացիների համար։ Նրա խոսքով Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես։ Ազգերը, որոնք պաշտպանում են իրենց տեղանունները, պաշտպանում են իրենց պատմական տարածքը, ինքնությունը եւ հակառակը, ով հրաժարվում է իր տեղանուններից, հրաժարվում է նաեւ իր պատմությունից, տարածքից։ Համոզված է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբ รา համ Գասպարյանը։ Քաղաքագետը գործընթացը ներկայացրել է միջազգային փորձի օրինակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ICG-ն բազմիցս ընդգծել են, մշակութային ժառանգության աղավաղումը համարվում է մշակութային ցեղասպանության ձև։ Միջազգային փորձից ընդամենը 2 օրինակ՝ Կիպրոս 1974-ի թուրքական ներխուժումից հետո հյուսիսային Կիպրոսում թուրքական իշխանությունները փոխեցին ավելի քան 3000 հունական տեղանուն, սակայն միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել այդ նոր անվանումները։ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի բոլոր փաստաթղթերում շարունակում են օգտագործվել հին հունական անվանումները իրավական եւ պատմական հիմքով։ Հունաստանում հռոմեական եւ Օսմանյան ժամանակաշրջանում բազմաթիվ տեղանուններ աղավաղվել էին։ Պետությունը 20-րդ դարասկզբին նախաձեռնեց պետական մակարդակի վերականգնման ծրագիր, որով վերադարձվեց ավելի քան 1500 պատմական անուն որպես ազգային հիշողության վերականգնման ակտ։ Ադրբեջանը, որի հետ պատրաստվում են գնալ խաղաղության, ոչ միայն դատում է մեր հայրենակիցներին, այլև ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի նրանք Բաքվի դատարանի ներկայացրած կեղծ մեղադրանքներից չկարողանան պաշտպանվել։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հերթական կեղծ դատավարության ժամանակ հրաժարվել է իր նոր հայատյաց փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայությունից։ Իսկ Ավրորա մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի առթիվ Վարդանյանը կնոջ միջոցով ուղերձ է փոխանցել Ավրորայի համայնքին։ Գտնվելով այստեղ Բաքվում ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ Ավրորա մրցանակի դափնեկիրներով եւ Ավրորայի ավելի լայն համայնքով, մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում Ավրորայի ոգին։ Դուք իսկական հերոսներ եք եւ Ավրորայի հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին։ Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ Ավրորային մաղթում եմ շարունակական հաջողություններ, խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։ Վերջին օրերին բոլորիս ուշադրությունը ուղղված է 3 տարեկան Տիգրանի շուրջ տեղի ունեցած ողբերգական դեպքին։ Սահմռկեցուցիչ սպանության մասին նախօրեին հայտնի դառնալուց հետո Գեղարքունիքի մարզպետարանում նիստ է եղել հոր կողմից սպանված երեխայի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցով։ Փորձագետները որոշել են, որ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի քույրն ու 3 եղբայրները պետք է տեղափոխվեն Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Ողբերգական վթարը եղել Արագածոտնի մարզում 3 ժամը 17:40-ի սահմանում Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Մերսեդես եւ Գազ 3110 մակնիշի ավտոմեքենաները։ 1 մարդ տեղում է մահացել, մեկը հիվանդանոցում կա եւս 4 վիրավոր։ Նշեմ, որ մինչեւ Գազ 31-ին բախվելը Մերսեդեսը հարվածել է Volvo մակնիշի բեռնատարին։
Մահվան ելքով եւս մեկ վթար է եղել Կոտայքում, Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելու գոտուց եւ ընկել ձորը։ Գազաբալոնը պոկվել է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ ուղևորը աշտարակ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Փրկարարները նրան գտել են մեքենայից մոտ 100 մետր հեռավորության վրա փոսի մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նախատեսում է հանդիպել Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Սպիտակ տան մամուլի խոսնակի փոխանցմամբ Մերձավոր Արևելքում գտնվելու ընթացքում Թրամփը պատմական որոշում է կայացրել վերացնել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այսպիսով նրանց տալով իրական հնարավորություն խաղաղության համար։ Իսկ Չինաստանն ու Ռուսաստանը համաձայնել են համատեղ արձագանքել իրենց վրա կիրառվող պատժամիջոցներին։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի Պեկին կատարած այցի ժամանակ, որտեղ Չինաստանի նախագահ Սին Ցзինփինը վստահեցրել է վերահաստատել է Մոսկվայի հետ կապերը խորացնելու Պեկինի հանձնառությունը։ Ըստ համատեղ հաղորդագրության երկու կողմերն էլ կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը փոխադարձ օգնության եւ գործակցության համար, որպեսզի հակազդեն միակողմանի հարկադրման քայլերին։ Եվ մեկ լավ լուր մարզական լրահոսից Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Աշոտ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Երկամարտի 384 կիլոգրամ արդյունքով է Աշոտ Մովսիսյանը դարձել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 7-րդ ոսկե մեդալակիրը։ Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Տիգրան Կարապետյանը, Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը, Գարիկ Կարապետյանը։ Good lift, Movsisyan. Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր տեղումների չսպասեք, լինելու է արևոտ եւ հաճելի եղանակ։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 13-ից 16, երեկոյան 3-ից 4 աստիճան տաքություն։ Այսքանն էին ABC լուրերի հիմնական թեմաները, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։ Կհանդիպենք։